վարչապետ, դուք հեռախոսազրույց ունեցաք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, հաղորդագրություններ տարածվեցին։ Հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ է, ձեր նախաձեռնությամբ ինչ իրավիճակ էր, որ դուք որոշեցիք ամեն դեպքում հորդորել այդ կամ առաջարկել հանել այդ սանկցիաները կամ դուք ինչպես ձևակերպում եք այդ սահմանափակումները եւ կարող ենք ասել, որ ըստ էության չստացվեց ձեր երկխոսությունը Ռուսաստանի նախագահի հետ, որովհետեւ համաձայնության մասին այնտեղ խոսք չեղավ եւ ի վերջո ինչու պարոն վարչապետ չի ստացվում լուծել հարցը, դուք վստահ եք, որ ընտրություններից հետո ձեզ կհաջողվի լուծել այդ խնդիրները։ Նախ երկխոսությունը ստացվեց, որովհետեւ երկար խոսեցինք։ Ինչ վերաբերում է նախ երկխոսությունը առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլ ընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին, եւ մենք ես ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլ ընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլ ընտրանքներ եւ այլ ընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Ինչ վերաբերում է խնդրին, ես տեսեք, մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրը Հայաստանինն է, բայց այդ խնդրը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրն է, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Իսկ հնարավոր է Հայաստանի կառավարությունը այդ դեպքում որոշի ավելի շուտ ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Չէ, մենք նման պլան չունենք։ Պարոն վարչապետ, ես Հայաստանի հետ առաջացել խնդիրը, եթե դուք ասում եք, որ ընդհանրապես դա ԵԱՏՄ-ի միայն Հայաստանի հետ է։ ԵԱՏՄ-ի, ես չեմ ասում, Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլ ընտրանքներ ունենալու քաղաքականություն, ընդ որում այդ քաղաքականության լեգիտիմությունը, այդ թվում Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչը շատ կարևոր է։ Այստեղ խնդիրը հետևյալն է, թե այդ այլ ընտրանքը երբ պետք է իրացվի։ Նաև պաշտոնական հաղորդագրության մեջ էլ է ասվել, դուք գիտեք, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների 4 երկրների ղեկավարներ ընդունել են հայտարարություն, որտեղ կամ պաշտպանել են Եվրամիության անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու իրադրությունը, ինչը վատ չէ։ Այսինքն այդ օրակարգի լեգիտիմությունը ընդունել են, բայց ես ուզում եմ հստակ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին եմ ասել, որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ առանց դրա առարկայի ներկայության։ Հետևաբար այդ հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմաց լինենք Եվրամիությանը անդամագրվելու հարցով եւ այդ օրակարգը պետք է այլընտրանքը պետք է ընկալվել դա իրենց կողմից։ Ես եկեք իմ դիրքորոշումների մասին ասեմ, որովհետեւ վստահ չեմ, որ այս հատվածում, բայց առնվազն այս process-ը կարծում եմ լեգիտիմ է եւ այդ process-ը Պարոն վարչապետ, ձեր թիմակիցները, կուսակցականները Աբովյանի հայտնվեցին աղմկահարույց պատմության մեջ, նրանցից մեկն էլ ազգային ժողովի փոխնախագահի տեխնացուի եղբայրն է, նրանց հետ կապված ամիսներ առաջ մամուլը տարբեր հրապարակումներ կար մամուլում, երբ ձեզ հարց ուղղվեց այդ մասին, դուք այդ process-ը առանց իրավապահների ուսումնասիրության որակեցիք մակուլատուրա, որը կարող են լրագրողները հանձնել իրավապահներին։ Հիմա ձեզ պատասխանատու չեք զգում, որ կանաչ լույս ըստ էության վառեցիք իրավապահների համար, ազդակ ուղարկելով, որ այդ անձիկ անձեռնխելի են եւ տեղի ունեցածի համար նաեւ գուցե ձեր պատասխանատվությունը կա, որ իրենք դա ձեր մեկնաբանությունն է եւ ցանկացած դեպք եւ նախկինում նշված եւ չնշված եւ հայտնի եւ որ կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա։ Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետք է չլինի, եւ ես չեմ հիշում, որ որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ որ մեկին պետք է ծեծի ենթարկի։
Չէ, նկատի ունեմ, որ իրենց հետ կապված մամուլու մահազանգ է, բոլորի հետ հնարավոր կապված։ կոռուպցիոն դրվագների վերաբերյալ, դուք Բայց- առանց ուսումնասիրության ասացիք դա մակուլատուրա է։ Կներեք։ Հիմա ըստ էության ստացվում այնտեղ մեկը մյուսին մեղադրում է փողեր վերցնելու, չվճարելու, տարբեր այսպիսի պատմություններ են, որը ավելի խորքային են, մեկ տարուց էլ ավելի Ինչ շատ կապ ունի դա կոռուպցիայի հետ։ դա հենց այդ կոռուպցիոն պատմությունների Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ։ Ասենք երկու մասնավոր անձ իրար հետ ինչ որ հարց ունեն։ Դե, Այսօր հազարավոր մասնավոր անձինք իրար հետ հարց ունեն։ Մասնավոր անձը իրավաբանական անձի հետ դրա պատասխանը իրավական process-ն է, պետք է հնարավոր է իրավական հեռացնել Ավետ Կոնջորյան, Նայիրի Հակոբյան։ բայց Մեկը գործեցի համար է, մյուսին մեղադրում, մյուսը հայոյանքի։ գիտեք ինչ Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։ Չէ, նկատեմ Այսինքն չի շանակում կուսակցության ներսում քննարկում չկա, եթե իրավական process-ների ավարտից հետո, եթե կլինի, այդպիսի դեպքեր եղել է միջայլոց, երբ որ իրավական գործընթացը գնացել, իրավական գնահատականը հնչել եւ մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են, այնպես որ դա եթե նման Հայկ Կոնջորյանի տեխնատության հարցը չի վերանայվի։ ինչի պետք է վերանա։ Դե ընտանիքի անդամների հետ կապված պատմությունը։ Մարդը յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար եւ եթե այս պայդրությամբ չկա որևէ ինֆորմացիա, որ Հայկ Կոնջորյանը ասում են իրավունք է նաև Ավետ Կոնջորյանը շատ հարցեր լուծելու համար։ Ես տեսանյութը չգիտեք ինչ, ես չգիտեմ, ես չեմ տեսել, բայց դրա համար մեկ կուսակցությունը ունի ինստիտուտներ, վերահսկող հանձնաժողով, եթե դեպք լինի, վերահսկող հանձնաժողովը կքննարկի եւ կներկայացնի վարչության քննարկում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի եթերախոսազրույցից հետո երկկողմ հաղորդագրություններում չնշվեց շնորհավորանքի մասին որևէ բան։ Շնորհավորել է ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ոչ, չի շնորհավորել։ Իսկ ինչ է կարծում, ինչու չի շնորհավորել։ Չի ուզել, չի շնորհավորել։ Ձեզ համար կարևոր է Ինչ։ կարևոր է ձեզ համար իր շնորհավորել։ Գիտեք ինչ, եթե այդտեղ հարցկային կում հետ էր խոսում։ Չի շնորհավորել, բայց ինքը ում հետ էր խոսում։ Իսկ հանդիպում հնարավոր կարող լինել պայմանավորվածություն։ Կաթողիկոսին հրավեր չվարկեք ազգային ժողովի անջանիք։ Համենայն դեպս մենք քննարկումներ, շփումներ անպայման կունենանք։ Ասել էի հուլիսի 7-ին գնալու եք Ռուսաստանի Դաշնության Գնացի։ մեջ է եւ Գնացել եմ։ դա Հələ նույնիսկ ոչ թե երկրորդ, այլ առաջին կեսը։ Պուտինի հետ հանդիպումը Այս պահին մենք խոսել ենք, որ կհանդիպենք առաջիկայում, բայց դեռ կոնկրետացված չի։ Եկատերինբուրգը նկատի ունեի այլ Դե ես չեմ կարող Ռուսաստանի բոլոր քաղաքները նախագահի հետ հանդիպումը եւ արդյոք այս հեռախոսազրույցի ժամանակ ռուսական կողմը վերջնաժամկետ տվել է հանրաքվե անցկացման վերաբերյալ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ եվրոպական երկրների ղեկավարները տեղեկացրել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն եվրոպական երկրների շուկաները բաց են հայկական ապրանքների առջև, սա ինչպես է մեկնաբանում։ Նախ վերջնաժամկետների հետ կապված խոսույթը ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում եւ այդ առումով ես արդեն ասացի, մենք պետք է որոշենք երբ մենք հանրաքվե անենք, երբ չանենք։ Եվ ես ասացի ինչ պայմաններում այդ հանրաքվեն կարող է տեղի ունենալ։ Հետևաբար այդ մասով խոսակցությունը տեղին չէ, ինչ վերաբերվում է Եվրամիության հետ մեր հարաբերություններում, այդտեղ մեր ինֆորմացիայի աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներն են եւ ոչ թե երրորդ երկրների հետախուզական ծառայությունները։ Ժորժ ջան, եկեք ով հարց չի տվել իրան անեն։ Դուք տվել եք, համեցեք։ Գիտեք իմ մասնակցությամբ ում նկատի եք կաթողիկոս ասելով։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ։ Բայց տեղյակ եք ով է լինելու։ Ոչ տեղյակ չեմ։ Պարոն, դա կանոնակարգի խախտում չէ, պարոն Փաշինյան։ Աշխատակ, այո։ Լիլիթ Մակունցը, որ
Պարոն Փաշինյանի գերատեսչությունների ղեկավարները վերանշանակվելու են, օրինակ Արփինե Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, մասնավորապես վերջին շրջանում դուք իր աշխատանքից գոհ եք, ոչ մարտական պայմաններում 8-րդ զոհներ։ Ես կարծում եմ, այո, վերանշանակվելու են եւ կարծում եմ, որ այդ թվում զորահանդես Հայաստանի Հանրապետությունում մայիսի 28-ին տեղի է ունեցել։ Բայց բանակում խաղաղ պայմաններում ավան Ցավոք սրտի, գիտեք, Ինչպես եք տեսնում, պարոն։ ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև ես էլի առիթ ունեցել եմ ասելու, բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ը ստեղծվում է ծագումնաբանությունը բանակի հետ չի։ Այսինքն կազմը մեղավորություն չունի։ Սպայական ոչ մարտական Գիտեք, պայմաններում։ սպայական կազմը իր մեղավորությունը ունի, բայց ելի եմ ասում, ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի, բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Եվ դա իհարկե խնդրեմ է, որը պետք է լուծենք, բայց ցավոք սրտի այդ նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդրեմը շարունակում է ներկա մնալ։